Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսավ Արևմտյան Հայաստանի շաբաթատերթի 113-րդ թիվը։ Արցախ անվան շուրջ լրություն, թե ծրագրված հարված հայ ինքնության, հայկական եկեղեցին առանց հայերու, որուն հարստության վրա կառուցվեցավ Թուրքիո Հանրապետությունը, Բոլսահայ քրագանության մեծ ներկայացուցիչի մահը, բլուզված աշխարհագարկը եւ հայոց սիմատրողականության նոր հորիզոնները, Վանի գադուները, Արևմտյան Հայաստանի կողծված բնական ցանցը, Արևմտյան Հայաստանի ավանդական համն ու քաղաքնիկը։ Լույս տեսավ Արևմտյան Հայաստան շաբաթատերթի 113-րդ թիվը, որուն շաբիգին պատկերված է հայկական առասպելական վիշապը որպես հայ ժողովրդի հզորության եւ թիմադրողականության խորհրդանիշ։ Հայկական վիշապը տարերու ընթացքին եղած է բնության ուժերու եւ պաշտպանության խորհրդանշական պատկերմը։ Հայկական առասպելներուն մեջ անհաջող կգապի հողերու, ճուրերու եւ քանցերու բահբանության խաղապարին հետ։ Վիշապը հայության ուժին եւ դոգունության մարմնացումն է, անկախտելիորեն կապված Արևմտյան Հայաստանի պատմական հողերուն։ Շաբաթատերթը հետևողական օրեն լուսաբան է Արևմտյան Հայաստանի պատմական, քաղաքական եւ մշակութային կարևոր հարցերը, շեշտադրելով հայ ժողովրդի իրավունքներն ու ժառանգությունը այն հողերուն վրա, ուր հայությունը տարեր շարունակ ապրած եւ ծաղկած է։ Շաբաթատերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով, որբեսի դեղական եւ սփյուռքահայ ընթերցողներուն համար հասանելի դառնան հայ ժողովրդի պատմությունն ու ներկա մարտահրավերները ներկայացնող նյութերը։ Ադրբեջանակետ Տատևիկ Հայրապետյան անդրադարձած է հանրային հեռուստաընկերության կողմէ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության անվան չհնչեցման զայն կնահատելով որպես օրինաչափ կայլմը այն իշխանության բարակային, որ իր խոսքով կառաջորդվի Իլհամ Ալիևի կամքով։ Հայրապետյանի համոզմամբ Ալիևը կբայքարի ոչ միայն Արցախի, այլ նաև հայկական ինքնության, պատմության, մշակույթի եւ նույնիսկ Արցախ անվան թեմ։ Ան կշեշտե, որ սա դարածքային հարցի անդին գաղափարական եւ հոգեբանական պայքարն է, որուն թիրախը հայ ժողովրդի ինքնությունն ու պատմական հիշողությունն են։ Վերլուծաբանը կնշե, թե Ադրբեջանի ղեկավարը լավ կգիտակցի հայոց պատմության, մշակույթի, գրոնի, լեզվի եւ արվեստի գաղափարական ուժին եւ այդ պատճառով ալ կփորձե ասեցություն ունենալ հայ հասարակության գիտակցության վրա։ Սա գաղափարական պատերազմ է գնդկձե ան, ավելցնելով, որ թիմադրությունը գախյալ է հայ հանրութենեն։ Հայրապետյան նաև շնորհակալություն հայտնած է հայ գեղասահորդներուն Արցախ ստեղծագործության ներքո ներկայացված բեմադրության համար, նշելով, թե այդ գործին մեջ սիրտ եւ ոգի կա։ Թուրքիո կողմէ բռնագրաված պատմական Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը կշարունակի մնալ խորաբես մտահոգիչ։ Այս անգամ խոսքը կվերապերի Բուրսայի նահանգի Քուրդօղլու թաղամասին մեջ գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ վերանորոգումեն յետ կնախադեсվի վերապացվիլ որպես արվեստի կենտրոն։ Թուրքական գայքին փոխանցմամբ Բուրսայի Ելդրեմ շրջանի քաղաքապետը հայտարարած է, թե շինարարական աշխատանքները պիտի ավարտին օգոստոս-սեպտեմբեր ամիսներուն եւ պատմական հայկական եկեղեցին պիտի գործե արդեն նոր մշակութային ձևաչափով։ Հիշեցնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին լռության մատնվեցավ 1915 թվականի հայրուտեմ իրականացված ցեղասպանութենեն յետ եւ շրջանին մեջ այլևս հայ բնակչություն չմնաց։ Հայկական համայնքի բռնի վերացումեն հետո սրբավայրը դասնամյակներ շարունակ մնաց անդեր եւ անխնամ։ Այսօր ավելի քան 1 դար անց բռնագրաված Արևմտյան Հայաստանի մեջ հայկական եկեղեցիները կվերականգնվին, սակայն շատ հաճախ առանց իրենց նախնական հոգևոր առաքելության վերականգնման։ Մասնակիցներու կարծիքով նման վերափոխումներ կներկայացեն որպես մշակութային ժառանգության պահպանություն, սակայն իրականության մեջ կհանդիսանան պատմական հայկական տարածքներուն մեջ հայկական ինքնության հետքերու համագարկված եզոքացման շարունակությունը։ Թուրք տնտեսագետ Ումիդ Իզմեն անդրադառնալով Capital in the 21st Century աշխատության հիմնարար հարցեր կբարձրացնե Թուրքիո մեջ կապիտալի գուտակման պատմության մասին։ Վկայակոչելով Թոմաս Պիկետի ուսումնասիրությունները, ան կնշե, որ Եվրոպայի մեջ հարստություն եկամուտ հարաբերակցությունը պատմականորեն կազմած է դարեգան եկամուտի 6-7 տապատիկը։ Պատերազմներու ընթացքին ան նվազած է, ապա գրգին աճ արձանագրած։ Իզմեն այս մոդեցումը կգիրառե Օսմանյան կայսրության եւ Թուրքիո բարակային։ Իր հաշվարկներով 1913-ին ընդհանուր հարստությունը կրնար հասնել մոտ 100 միլիարդ դոլարի, սակայն առաջին աշխարհամարտեն եւ հետագա գործընթացներեն յետ ան նվազած է մոտ 30 միլիարդի, այսինքն շուրջ 70 միլիարդ դոլար անհետացած է։ Հեղինակը կհարցնե, թե որուն կպատկաներ այդ հարստությունը եւ ուր անցավ։ Պատմական տվյալները կվկայեն, որ ուշ Օսմանյան շրջանին արևդրական եւ արդյունաբերական կապիտալի մեծ մասը հայերու, հույներու, հրյաներու եւ օդար երկրացիներու ցերկերուն մեջ էր։ 1915-ին յետք ցեղասպանության, բռնագրավումներու եւ դեղահանություններու հետևանքով ոչ մուսուլման բնակչության տնտեսական ներկայությունը գրեթե ամբողջովին վերացավ։
Իզմերի գարձիկով հանրապետության առաջին դարիներուն ազգային բուրժուազիայի ստեղծումը ուղեկցվեցավ հարստության արագ վերապաշխմամբ պետական միջամտությամբ։ Բնակչությունը վերացավ, բայց տուները, հողերը եւ գործարանները մնացին ու անցան այլ ձեռքերու։ Գոստանտոպոլսո, Զմիրնյո, Տրաբիզոնի եւ Գարինի մեջ ոչ մուսուլմաններու թիվի գտրուկ նվազումը կվկայե կապիտալի լայնածավալ փոխանցման մասին։ Եզրափակելով հեղինակը գշեշտե, որ Թուրքիո կապիտալի գուտակման պատմությունը անհնար է հասկանալ առանց այս բռնագրավումներն ու իրավազրկումները նկատի առնելու։ Անոնք կազմած են ազգային տնտեսական կառուցման հիմքը եւ մինչեւ այսօր կշարունակեն ասել պետություն-կապիտալ հարաբերություններուն վրա։ Փետրվար 14-ին 81 տարեկան հասակին կյանքեն հեռացավ Բոլսահայ նորագույն քրագանության ականավոր ներկայացուցիչ, բանաստեղծ եւ վիրապուժ Իգնաց Սարը Ասլանը։ Ան իր գրթությունը ստացած է Քադը գյուղի Արամյան, Ունջյան եւ Սուրբ Ջոզեֆ վարժարաններուն մեջ, ապա ավարտած է Բոլսո համալսարանի Ջերրահ Փաշայի բժշկական բաժանմունքը, որակվելով որպես վիրապուժ։ 1974 թվականին լույս ընծայած է իր առաջին բանաստեղծական ժողովածուն։ Անոր ստեղծագործությունները արժանացած են բազմաթիվ մրցանակներու, դպակրված են ազգային եւ միջազգային ժողովածուներու մեջ եւ թարգմանված տարբեր լեզուներով։ Սարը Ասլան անդամ էր Թուրքիո եւ Հայաստանի գրողներու միություններուն, ինչպես նաեւ միջազգային գազམ་ագերբության։ Դարիներու ընթացքին ան շարունակած է ստեղծագործել, հարստացնելով Բոլսահայ քրագանությունը նշանակալի եւ մնային ժառանգությամբ։ Ագոս շաբաթաթերթը եւ Մարմարա օրաթերթը ընտանիքին կհայտնեն իրենց խորին ցավակցությունը։ World Economic Forum-ի շրջանակներուն մեջ Կանադայի վարչապետ Մարկ Կարնի հայտնեց իր մտահոգությունը, նշելով, որ աշխարհագարկը չի փոխվիր, այլ կքայքայվի, իսկ 5 կանոններն այլևս չեն ապահովեր անվտանգություն, հատկապես փոքր եւ միջին պետություններուն համար։ Կարնիի ելույթը ուղղակի էր եւ հայության համար առանձնահատուկ կարեւորություն ունի։ Ան շեշտեց, որ իրական ուժն ու անվտանգությունը չեն բխիր խոսքերեն կամ ցեվական կանոններեն, այլ սեփական կարողության եւ թիմադրողականության վրա։ Հայության համար ուղերձը բարձ է, պետական ամրապնդում, թատրեցնել թշնամական օրագարկերը եւ գառուցել ինքնուրույն պաշտպանություն, իրապաշտություն եւ ռազմավարություն, պահպանել ժառանգությունը եւ ինքնությունը առանց պատրանքներու կամ չիրականացած հույսերու։ Կարնիի ուղերձը հստակ է, անզորներու ուժը կսկսի ճշմարտությունը ընդունիլեն, հայերը այլևս չեն գնար աբական հանցնել ուրիշի գամքին, կբահանջվի ուժ, գիտակցված գործողություն եւ համազգային միասնություն, արժեքներու եւ ինքնության պաշտպանության համար։ Ելույթը հիշեցում է, որ հայությունը կրնա թիմադրել միայն երբ կհրաժարի պատրանքներեն, կթիմակրավե իրականությունը, կհզորանա ներսեն եւ կգերտե իր իսկական, գայուն եւ մարդունակ աբական։ Վան քաղաքի հանրահայտ կադուները իրենց աչքերու առանձնահատուկ գույներով եւ սպիտակ մորթով կնկատվին Արևմտյան Հայաստանի բնական կանցերեն մեկը։ Ներկայիս Թուրքիո մեջ սկսած է այս հազվագյուտ ցեղին արևդուրը առանց Արևմտյան Հայաստանի օրինական համաձայնության, ինչ որ կբացահայտե դարաշրջանի բնական եւ մշակութային բաշարներու նկատմամբ քաղաքական վերահսկողությունը։ Վանի գադուները ճուրի նկատմամբ ունեցած սիրով եւ լողալու կարողությամբ կդառնան ոչ միայն եզակի կենդանական տեսակ, այլ նաեւ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդանիշ։ Ցեղին արևդուրը քաղաքական եւ մշակութային տեսանկյունի վտանգավոր է, որովհետեւ անիկա սեփականության եւ պատմական ժառանգության իրավունքի անդեսում է։ Վանի գադուներու դունը կշարունակե բայկարը, պահպանելով բնական միջավայրը եւ վերահսկելով այն անձերը, որոնք կփորձեն ворթեգրել կամ վաճառել գադուները։ Գետրոնը կշեշտե, որ արևդուրը առանց Արևմտյան Հայաստանի իրավապահներու համաձայնության խստիվ արգելված է։ Այսպիսով, Վանի գադուները միայն բնիկ եւ հազվագյուտ տեսակ չեն, այլ նաեւ քաղաքական խորհրդանիշ, հիշեցնելով Թուրքիո գոմե Արևմտյան Հայաստանի բնական, գենետիկական եւ մշակութային հարստություններու նկատմամբ խախտումները։ Թաթխանը հացը մեջը թաթխելու եզակի տածան երկար դարիներ եղած է Արևմտյան Հայաստանի գյուղերու առօրյայի անբաժանելի մասը։ Անիկա կպատրաստվի սերմերե, հադիկեղենե, ընգուզեղենե եւ համեմունքներե, ստանալով համեղ եւ հագեցնող խառնուրդ։ Սերմերը կճործվին, թեթև կփովվին եւ գաղվին։ Թաթխանը միայն ուդես չէ, այլ նաեւ Արևմտյան Հայաստանի գենտանի մշակութային ժառանգության մասնիկը, որ մինչեւ այսօր կպահպանվի սերունդ է սերունդ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։